Մաթեոս Զարիֆյան Նա հայ գրականության մեջ, ինչպես ասեմ, հայ գրականության անակնկալ դեմքերից մեկն է։ Այդպես եմ ասում, որովհետև նա մինչև երիտասարդության տարիքը այնպես էլ չէր մտածում բանաստեղծություն գրելու մասին, չէր ենթադրում բանաստեղծ դառնալու մասին, եւ իր շրջապատն էլ այդպիսի ակնկալություն չուներ նրանից։ Բայց կյանքի ու բախտի ճակատագրի բերումով գուցե դժբախտ դասավորությամբ նա նպատակադիր մղվեց գեղարվեստական գրականության, հիմնականում բանաստեղծության մանրապատումների, արձակ բանաստեղծությունների։ 1921 թվականին իր 24-ամյա տարիքում նա վարակվեց թոքախտով։ Այն օրերին անբուժելի ու վերջնական մի հիվանդություն։ Մաթեոս Զարիֆյան ծնվել է 1894 թվականին Պոլսում եւ մահացել է այդպիսով 30 տարեկան հասակում 1924 թվականին Պոլսում։ Իր ծնունդից մինչև իր թոքախտավորվելու թվականը նա եղել է առողջ պատանի երիտասարդ, եղել է սիրունատես, շատ սիրված իր շրջապատի ընկերների կողմից ու հասարակության, եղել է շատ լավ ճանաչված մարզիկ եւ հույս է ունեցել ախոյանություն շահելու։ 20 տարեկանում ուրեմն նա զինվոր է դառնում, 1914 թվականին նա զինվորագրվում է Օսմանական կայսրության բանակում, դա արդեն պարտադիր զինվորագրում էր, երբ Օսմանյան կայսրության մեջ ընդունվեց այն օրենքը, որով ոչ մուհամեդականներ, այսինքն քրիստոնյաներն եւս կարող են զինվոր դառնալ Օսմանական բանակում։ Եվ մինչև 1918 թվականը, ուրեմն 4 տարի, 1914-ից 18-ը ամբողջ պատերազմի տարիներում նա եղել է Օսմանական կայսրության բանակում որպես ենթասպա։ Եվ այդպիսով նա բավական առողջ կյանք է անցկացնում, գործունյա, առույգ մարդ։ Իր կրթական ասպարեզում տարիներում նա եղել է բավականին ըմբոստ պատանի, եւ դա պատճառ է դարձել, որ դպրոցից դպրոց փոխադրվի, որովհետեւ նա չի հանդուրժել, ասենք, կարգապահական անտեղի ճնշումներ։ Նա ավարտել է Պարտիզակի ամերիկյան քոլեջը եւ Պոլսի ուրեմն Բերբերյան պարսակույն դպրոցը։ Ավարտելուց հետո նա ուրեմն զինվորագրվում է, ինչպես ասացի, եւ զինվորագրվելու վերջին տարիներում, ուրեմն 1918-ին հավանաբար նրա մեջ երևում են թոքախտի նշաններ։ Այդ թվականները Զարիֆյանի կյանքի բավական հետաքրքիր պետք է եղած լինեն եւ կարոտում են պատմական ու գրականագիտական ուսումնասիրության, որ ինչպիսի հրաշք պայմաններում նա կարողացավ մազապուրց դուրս բրցնել Եղեռնից ու թուրքերի կազմակերպած հայոց ցեղասպանությունից։ Եվ այդպիսով իր գրականությանն էլ նայելով նա համարյա բան էլ չի գրել Եղեռնի կապակցությամբ։ Սա էլ գրականագիտական խոր ուսումնասիրության արժանի մի կետ է։ Նա ընդամենը գրել է այնպիսի անձնական զգացումների բանաստեղծություններ,
որոնք արտասովում են հիվանդ մարդու հոգեկան վիճակը, բայց ոչ անկճված ու հուսահատված վիճակը, որովհետև նա իրեն վայելուչ ու քաչ պահելու անդառնալի որոշումով մնաց մի վայելուչ բարձրության վրա, իմանալով իր մահվան մոտալուտությունը եւ այդպիսով իսկ կարողացավ իր ներքին անձնականությանը, նկարագրին պաշտպանելու այն ուժն ու կարողությունը, որոնք արտացոլվեցին իր բանաստեղծությունների մեջ, ցույց տալով նրա անհատական դիմացկանությունը, ամբոստությունը, բայց որ նաև պատասխանատվության գիտակցությունը, որ մահվան մոտեցող մարդը պետք է ունենա իր հասարակության հանդեպ։ Իր քրիստոսություն ավարտելուց հետո եւ զինվորությունից ծրվելուց հետո, երբ Օսմանական կայսրությունը կորցնում է պատերազմը, 1919 թվականին նա անգլիական բանակում պաշտոնավարում է որպես թարգմանիչ, շատ կարճ ժամանակ, այնուհետև նորից Բերբերյան է գնում, այլևս որպես ուսուցիչ, եւ այդ իր հիվանդության բերումով քաշվում է ասպարեզից։ 1921 թվականին նա հրատարակում է իր առաջին կերտությունների գիրքը «Տրտմության եւ խաղաղության երկեր», իսկ դրան հաջորդող տարին 1922 թվականին հրատարակում է իր երկրորդ հավաքածոն «Կյանքի ու մահվան երկեր»։ Ռոմանտիկ անձնական քնարերկակ է Մատթեոս Զարիֆյանը, դյուրազգաց, անմիջական, ապրում է իր միջավայրում շատ սովորական մարդու նման, բայց խորազգաց, խորունկ զգացումներով ու հույզերով, ինչ-որ նա կարողացել է լիովին արտասոլել իր գեղեցիկ ու գողտրիկ բանաստեղծություններում։ Տեսեք, որպեսզի մի գաղափար կազմեք նրա ժամանակվա մասին, ինչպիսի ժամանակում է նա եղել։ Նա եղել է Զաբել Ասադուրի, Զաբել Եսայանի, Երվանդ Օտյանի, Լևոն Շանթի, Ռուբեն Զարդարյանի, Սիամանթոյի, Վահան Թեքեյանի, Դանիել Վարուժանի, Միսակ Մեծարենցի, Ռուբեն Սևակի, Հակոբ Օշականի, Կոստան Զարյանի, Ավետի Սահարոնյանի, Ավետիքի Սահակյանի, Վահան Թեքեյանի, Եղիշե Չարենցի, Վահան Տերյանի եւ այսպես շատերի ժամանակակից։ Բայց նա իր կյանքի այդպիսի դասավորմամբ չի եղել այդ խմբին անդամակցող անհատ գրող բանաստեղծ, որովհետև նա մինչև իր հիվանդանալը գրականությամբ չի սպառվել։ Օրինակ նա ոչ մի մասնակցություն չի ունեցել այն տարիներում 1910-ական թվականների սկիզբներում, որսում առաջացած այն գրական ոսկյա խմբակին, որին անդամակցում էին Սիամանթոն, Դանիել Վարուժանը, Գրիգոր Զոհրաբը եւ շատերը, այն օրերի մեր հայտնի գրողները, գուցե անձամբ որևէ առիթով ինքը մասնակցած լինի, ներկա գտնված լինի նրանց գրական ասուլիսներին ու ժողովներին, բայց ոչ որպես գրող ու ստեղծագործող։ Միայն ուրեմն իր հիվանդությունից հետո է, որ հոգեկան ինչպիսի, հոգեբանական ինչպիսի աստակների ազդեցության ու ճնշման տակ նա մղվել է գեղարվեստական գրականության։ Եվ Մատթեոս Զարիֆյանի գրականությունը արտացոլում է մարդ անհատի, ադամորդու հպարտությունը ընդդեմ ամենազոր բնության ուժերի, որի դեմ պայքարել չի կարող, հաղթել չի կարող, բայց որ հակված է պահելու իր մարդու հպարտությունը, վայելչությունը,
ապրելու եւ կյանքը արժևորելու անհատականությունը։ Այսպիսի ուրեմն գրական նկարագրով է ներկայանում մեզ Զարիֆյանը։ Որպես անհատ ներհայեցող, ինքնաճանաչող մեկն է լինում նա։ Եվ այդպես էլ նա կարողացել է արտացոլել իր ստեղծագործություններով։ Մատթեոս Զարիֆյանի համար բանաստեղծությունը եղավ անձնական դժբախտությունից խույս տալու եւ բանաստեղծությանը ապաստանելու մի ճակատագրական մարտավարություն, բայց ոչ խեղճությամբ, այլ բուրըն պայքարի ոգևորությամբ, որ նա կյանքը ապրի այնուամենայնիվ վայելուչ, իր մոտալուտ վախճանը իմանալով ու գիտակցելով։ Նա երբ առողջ էր ու սիրունատես 24 տարեկանին վարակվելով թոքախտով գիտակցում է, որ այլևս չունի ազատում, բայց մնում է անկոտրում իր անհատական հպարտության բարձրունքում։ Եվ այդպիսով նա իրեն ներշնչելով գուցե մահը համարում է որպես տառապանքների ու ցավերի վերջնական բուժիչ մի ինչ-որ երևույթ։ Բայց նա իրեն այդպես է ներշնչում, որովհետև այլևս ուրիշ ելք չէր կարող ունենալ։ Թե ինչպես է նա հասնում այդպիսի մի որոշումի եւ սկսում է գործադրել իր իսկ կյանքում, դժվար է բացատրել, բայց գուցե մի ինչ-որ գերակույն վայրկյանում ինքն իրեն վերակտնում է եւ մի վերջնական կեցվածքով որոշում է արժևորել, արժանավայել դիմավորելու ճակատագրական իր անկումը։ Նա իհարկե կեղծ լավատեսություն երբեք չի փայփայել, դրանով չի էլ ընդարմացել, այլ իրատեսությամբ մի գերմարտկային ուժով կանգնել է վերջացող կյանքի ժայռի վրա, որպես հարատևող որոշում։ Նա միաժամանակ գիտակցում է այնպիսի կարիությունները, որ կարող էին լինել, եթե ինքը առողջ լիներ։ Այդ երազանքը, որ նա ինչպիսի գեղեցիկ կյանքի երազներ էր կարող ծոնել ու ստեղծագործել եւ իրականացնել, եթե լիներ ու մնար առողջ։ Այդ զգացումը եւ այդ գիտակցությունը կարոտի տրտմության ինչ-որ երանգ է պարգևել Մատթեոս Զարիֆյանի ստեղծագործություններին։ Ինչ-որ զգալի մշուշ է ցանել նրա ստեղծագործության մթնոլորտի ու թեմաների վրա, մտածողության վրա, որովհետև գիտակցում էր, որ կյանքում այն բոլոր բաները, որ շատ սիրելի են եղել իր համար, գուցե չի կարելի այլևս այնպես էլ շարունակել։ Օրինակ, նա խորապես զգացել է, որ սիրել, որ նախքան իր հիվանդությունը նա եղել է սիրված ու սիրող երիտասարդ առույգ անհատ, ունեցել է իր սիրած աղջիկները, գիտակցել է, որ այլևս չի կարող այդ անել, հասարակական այն բարձր պատասխանատվության զգացումից, որ եթե ինքը ճակատագրորեն
պետք է շուտապույտ մոտեցող մահվան մեջ կործանվի, չպետք է ուրիշին իր սիրով, իր հետ կապելով մատնի այդպիսի կորուստի, ցավի ու տարապանքի։ Եվ սա մարդկային բարձր պատասխանատվության բարձր գիտակցություն է, որ Մատթեոս Զարիֆյանը ունենում է, եւ ինչպես իր բանաստեղծությունների մեջ կտեսնենք, այդպես էլ դիմակայում է իրեն սիրողներին կամ իր սիրածներին, որ չմոտենան, որ բավական է։ Իհարկե նա տարապում է չիրականացող երազների ու ցանկությունների մտածումներով, խոհերով, հուզումներով։ Եվ նա հարազատորեն արտացոլում է իր բանաստեղծություններում, որոնց ես կսկսեմ ընթերցել գովազդային դատարից հետո, այժմ գովազդային դատար։ Հարգելի երուսատիտողներ, սկսում եմ իմ ընթերցումները բանաստեղծ Մատթեոս Զարիֆյանից։ Խաղաղություն։ Դեռ կհևամ, դեռ մահամերձ վարտերու պես դժգույն եմ, հոգիս մեջ դեռ գիշերը տարապանքին հսկա բույր թևերը կփռե։ Բայց արդեն իսկ կապույտ լեռներն են ահա, զոր երազեր եմ երկար, կապույտ դերներն ու իրենց վեց կողերնի վեր լռությունը անրճական, որուն համար արցունք թափերեմ երկար, երբ պատանի հոգիս մինակ կմնար մութ գիշերներ աստղերուն տակ։ Մատներս դեռ կարյունին, ինչ դժվարին վերել քեր սա, ապարաժ, վիշտերու բերը ուսիս, եւ ահա մութ կապույտ լեռներն են իրավ, շքեղ, ինչպես մեր կոքին, թեև դժգույն ու հեռավոր տակավին։ Գիշեր չեղած, ինչպես նայիլ ամպավին։ Բայց այս հուզումը հստակ, կարծես թե այս խորտակված կուրսքին տակ դժտմության հին աղբյուրն է, որ ավերակ է ավերակ, լուսնի դույսով օծուն, հոգուշ ճամպան կփնտրե, սփոփանք իր երկին խաղաղություն։ Այսիրիկուն, ասկերն որքան են վճիտ, ինչպես շիթերն արցունքի, որ կթափին երբ մարդ կինա աղոտքի, խաղաղություն։ Ու այս ձայնը, բայց ծաղիկեզատ ոչ մեկիր կա այստեղ։ Այս ձայնը, այսպես խաղաղ ու ճշտում, անհունն է, ձայն կլսեմ կարծես թե, լռության այս անրճահև երկինի մեջ խաղաղություն։ Ինչպես բացատրեցի, տեսնում եք, իր որոշումով խաղաղության հասնելու եւ իրեն չկորցնելու այդ զգացումի արտացոլումն է գուցե դա։ Հովոտ գիշեր, մոմս տակավ կմարի, հոգիս դադար կենորեն, գիշերվան հովն ուժ կնորեն, հին ցավերուս կփարի։ Մտածումներս կհատնին, հոգիս դադար կենորեն, սուրտ պարսերում ծայրերեն ցավոտ հուշեր կծնին։ Սիգարս հուշիկ կսպարվի, հոգիս դադար կենորեն, հապույտ ծուխը հեղգորեն կերազգոտի կցնդի։ Միտքս ոչին կհարի, հոգիս դադար կենորեն, գիշերվան հովն ուժ գնորեն ալ ցավերուս թող բարի, մոմս տակավ կմարի։ Դա իր կյանքի լույսն է, որ մարում է, եւ այդ գիտակցությամբ է, որ նրա հոգին դատարկ է։
հոգիսեր, այդպես հարցականով հորակիր է, հոգիսեր։ Այս իրիկուն դրտմուրեն, ճապաներեն ամայի, վշտերուս հետ կեշտայի։ Դեսապարտեզմը վայրի, սեք, մենավոր սարերով, որոնց մեջ հով մխրով, կհեցեցեր, ու հիվանդ ոգիներու պես մթին դերևները կինային։ Ավազան մկար մեկտին, անձարդ, դժգույն, ոչ իսկ ջուր, կասես մեծ սիրտ մտավ մեր թափուր։ Ու հոգիս խորեցա, հին ցավեր, ոչ մեկ սեր, այդ պարտեզեն իմ հոգիս էր։ Հետո նորեն, դրտմորեն, ճամպաներեն ամայի, վշտերուս հետ կեշտայի։ Ուրեմն նկարագրում է իր դատարկ հոգու գուցե այդ պարտեզը, որ էլի թողած գնում է վիշտերուս հետ կեշտայի, իր ցավերի ու վշտերի հետ։ Հսկում քիչ մնալ հսկեմ, գիտեմ կլուսնա, դուրսը լուսնկա գիշեր է խաղաղ, Շակիս բոցը շուտ կցածնա, քիչ մնալ հսկեմ, գիտեմ կլուսնա։ Ինչու այս գիշեր հսկումն այս համար, դուրսը լուսնկա գիշեր է խաղաղ, աչքերս կայրին, միտքս չի կենար, ինչու այս գիշեր հսկումն այս համար։ Բյուր անգամ չսի, թե ալ չեմ սիրեր, դուրսը լուսնկա գիշեր է խաղաղ, հոգիս վրա սև քող եմ ձգեր, բյուր անգամ չսի, չեմ սիրել ես ալ։ Բայց ամեն անգամ, որ այսպես լրին դուրսը լուսնկա գիշեր է խաղաղ, միտքս չի կենար, աչքերս կայրին, հիշատակը այդ խոշոր ժայռին։ Սա հավանաբար գեղարվեստական մտապատկերն է այն մերժումին, որ Մաթեոս Զարիֆյանը ասել է իր սիրած էակին, գուցե մի ժայռի մոտ, հիշատակ այն խոշոր ժայռին, բյուր անգամ չսի, թե ալ չեմ սիրեր, ուրեմն ասում է աղջկան մերժելով, որ բավական է, ես չեմ սիրում։ Դա իր սիրածին վերջնական ցավ չպատճառելու համար էր, որովհետև նա անբուժելի հիվանդությամբ էր վարակված։ Համր, սինքը տանդաղ։ Աշունն այնպես կսուլե, դժգույն ծիծաղն ամպերուն, արյունոտ ծաղրն անհուն, երկնքին վրա կքալե։ Դեր շրտներուս կպահեմ ժպիտն անցող օրերուն, ու հին երկ մորորուն կսե, թե դեր տղա եմ։ Հոգիս մեջ դեր ոչին, թեև կզգամ ամեն օր, չլայնը ցայգը զոր, դեր միտքերս կտրճին։ Մայրամուտի պահերու, երբ մինակ եմ ու լրին, հանկած սակայն կսարին երկու ժպիտ, ինչու։ Աշունն այնպես կսուլե, դժգույն ծիծաղն ամպերուն ու անաստված ծաղրն անհուն, համր կքալե։ Սա էլ հուսահատության մի րոպեում, ուրեմն արտացոլված գեղարվեստական մի պատկեր է։ Վերհիշում։ Այս գիշեր բյուր աստղով երկնքին տակ, ահանորեն ծունկի եկած, ճակածս հանցնած ծավի մկութին իրեն է, որ կմտածեմ։ Այսպես ծավի մտակ էր նորեն, որ այն գիշեր, նորեն այսպես
բյուր ասխերով երկնքին տակ ծունկի եկած, ճակատս հանցնած հևկոտ կուրծքին, ջերմակը վարդ է յուսված հոգին, ամպուրեցի ու լացի։ Հիշում է այդպիսի մի երեկո, իր հիվանդությունից առաջ երբ նա ամպուրել է իր սիրած էակին։ Երկու անդունդ արշալույսը նոր կծակեր, երբ մենք կացինք սիրած ու ես մեր ժայրին տակ, իմ արդեն մայրամուտ էր, ծով վաղուց դժգուներ էր, ալ երկ չուներ, ծերուկ ծկնորս միր նավակով կանցներ մոտեն, վերադարձներ։ Այդ ժարին տակ այդքան ատեն իրավ մենք ինչ էին գրեր, ան կապուծովներ լոք դիտեր, ես իր հոգույն մեջ ընկղմեր, երկու անդունդ հավերժությունը պիտի բավեր, ուրեմն մեկ ծովի անդունդը, մեկ իր սիրած էակի սրտի անդունդը, գեղեցիկ մտապատկեր է։ Կարեկցություն Սա Մատեոս Զարիֆյանի գեղեցիկ բանաստեղծություններից մեկն է։ Պստիկ աղջիկ մինձի կսե, թե զիս խենթի պես կսիրե, պստիկ աղջիկ մը զիս սիրե, գիշերն անհուն իմ աչքերուն երևի տերնա չէ տեսեր, պստիկ աղջիկ մինձի տասեր, Երևի տերնա չէ նայեր հոգվույս խավար անդունտնի վար, պստիկ աղջիկ մինձ սիրահար, Եթե լսեր, թե ոչ մեկ սեր, այդ անդունդին մեջ կշնչեր, հեկ պստիկը չեր հարաչեր։ Ուստի եղբոր մպես ասի, թե լուսնին տակ մարդ կմսի, գնա ննջե ասի, հետո կացի հերուն լացի։ Ուրեմն տեսնում եք գերային բարձր գիտակցությամբ նա մերժում է իրեն սիրող աղջկան, որովհետև ինքը մահամերձ հիվանդ է, մահվան մոտեցող հիվանդությամբ անբուժելի, թեև ինքը սիրում է նաև այդ աղջկան, բայց գիտակցելով, որ չպիտի նրան ցավ պատճառի իր մահվամբ, մերժում է նրա սերը և այդ մերժումից ինքն էլ ցավակար, հետո կացի հերուն լացի, գնում հերուն նստում և լացում է։ Արշալույսը մինչև ծակի, ձերքեն բռնած ծորինի արտը դարի զայն, ուշ գիշեր էր, մութուլրին ու ամպոտ, տուներն հերուն ուրվականեր էին լոք, միայն հոսոն, քանի մճրակ կարծես մորցված մարելու, հսկումի ցուրտ դժտմությունը կապրեին դեռ։ Ու քիչ անտին պատե մարկախ հսկա լապերը ճամբուն, հիվանդ էր, թե սաստիկ օգնած, միշտ լույս լալու զանզրույթեն, կենո թախծոտ կմտմտար։ Ու հով մուժգին այդ մութին մեջ կարծես հազար բազուկներու դերը լար, հեկ ու խոնար ծորգեններուն վրա կինար ու խեղդելու կաշխատեր։ Այն զոր այդ արտն էի տարեր, աղջիկ մներ, կնքուշ, անտոր, և որ կապույտ ապրումներու ճաշակն ուներ, այդ զգացեր էի մութ, խորունգ աչքեր են։ Դեռ նոր էի ճանչեցեր զայն, հազիվ ինձի հծեր էր դեռ այդ իրիկուն նոչի մպունին կով աչքերը լի գիշերով, թե զիս սաստիկ կսիրեր։
Ես այնատեն իր ձերքերը ձերքերուս մեջ էի արեր եւ այն անմեղ հայացքովս աչքերուն մեջ նայել են նոչին սև շուքին տակ հոգիս վեպն էի պատմեր կխորհեի թե զիս խենթի մը պիտի կարծերու լքեր բայց երբ վեպը ավարտեր ու հարցուցեր էի իրեն ասե հիմա զիս կսիրես Արցունքն աչքեն հեղեղի պես հորտել են գուսկիս վրա ինգեր ու լուր լացեր Ուժգին հովը վայրի կարծես հազար բազուկներու տերը լար Եք ու խոնար ծորներուն վրա կինար ու խեղդերու կաշխատեր Երբ ամրորեն ընկղմեցանք ծորներուն անուշ կշկնակ գիշերին մեջ ոգնած գլուխը ուսիս վրա մեղմի վտրավ ու ծած հարցուց ալիմա ինչ պիտի ընենք սաստիկ հիվանդ էր զգացի իսկ այնին մեջ կարծես հոգին գհատներ իրենսի գլուխը այդպես ուսիս վրա արշալույսը մինչև ծակի պիտի լրենք Դել գեղեցիկ մտապատկեր է, գեղեցիկ գեղարվեստական պատկեր է, արտի մեջ իր սիրած եղակի հետ սիրապանում է։ Ասում է գլուխը տիրուսիս, չշարժվես ու լուր մնանք միջև արշալույսը ծակի։ Այս գրվածքի խորակիրը ևս հարցականով չսի այդ է։ Մութը չիչած իրիկ մնե իրենսի թե ինձ համար սերը դժգույն ծաղիկ մնե զոր շունչիս տակ չէի կնար ապեցնել լուր կխնդար մութը չիչած իրիկ մնե իրենսի թե ինձ համար սերը հիվանդ կարապ մնե զոր շշտունքներս չէին կրնար կյանքի բերել լուր կխնդար Մութը ճիչած իրիկվնե ենսի թե ինձ համար սերը մեռնող նշույն մնե զորի մոքիսալ չեր կրնար բոցավարել լուր կխնդար ու լուսնին տակ կեզ գիշերին երբ կիչնեինք բլուրնի վար կկշտամբեր զիս սոկևին դես հիվանդ եմ ու չես կտար կմրմնջեր ու լուր կուլար բայց ես իրեն չսի իրիկ վնե մութը չիչած թե ծուրտը հովեն եթե մսի այս հոգիովս ցավեն շիչած չի կնար հուրտալ չսի ուրեմն սա այն բանաստեղծություններից է որով Մատեոս Զարիֆյանը իր սիրած եղակին ասում է, որ չեմ կարող քո սերը փոխադարձել։ Հույս մի ունեցիր։ Մի տպիկ, այսինքն մի տիպչեք։ Գիտեք, որքան թախից կա հոգին խորն այդ տղուն, մի տպիկ, թող կրկչա, խենթին կրկիչն է պեղուն։ Հոգին խորն այդ տղուն իչեր եմ ես ու տեսեր, երազ մծեր նվաղուն, և անկյուն մը պլած սեր։ Մի տպիկ այդ տղուն, խենթը մենակ կթողուն։ Ինչ կողտրիկ բանաստեղծություն է, ինչ կողտրիկ զգացում է, որ այդպիսի դժբախտ մեկի ասում է մի տիպչեք, նա արդեն կփշրվի։ Այստեղ դատարկ կտանք գովասների համար։ Արկելի երուսատիտողներ շարունակում եմ ընթերցումները բանաստեղծ Մատեոս Զարիֆյանից։ Այսօր ուզում եմ կարդալ ձեզ խենթը խորագրով։ Խենթը նա Մատեոս Զարիֆյանը մի քանի գործազուրություններ ունի խենթ բարի
Ընդհանրապես նա այդ բառը գործիացում սիրարվածների համար։ Հիմա ասել խորագրել է խենթը։ Երբ լուր նստանք դեմդեմի այն խենթղան, որում նայվածքը երբիրիկուն է, կասես կերտված մնե թախծոտ, որ սիշտիտ մեջ կծորի, այն խենթղան աչքերուս մեջ նայելով ասավ ինձի. Պատմությունը հոգիս, տես ինչ պարզ է։ Այն առավոտ նորեն անտար էի կացեր, վայրի ծաղիկ ժողվելու։ Ես գիշերը լուսնին տակ երազանքի երբ որ նստիմ, ձերքս ծաղիկ ունենամ միշտ, հատատ թերթերթ պետտելու։ Ուստի կացեր էի նորեն այն առավոտ, այն մեծ ու մութ անտարին մեջ վայրի ծաղիկ ժողվելու զայն տեսա։ Ովերան, կսես արկավ, կեցիր կաշկավ։ Այդ աղջիկը ավազանի մը վրա հակած զվարթ երկմը շրտունքին, ձերքի պայտով թիթերնիկը կխեղտեր։ Ես իր դեմքը չէի տեսներ, գտացի հեկ միջատին, այնպես ջերմակ թևեր ուներ, կարծես կույսի մհոքի ուներ։ Ուստի շտապ կացի դեպ անծանոթ անգթուհին, ու երբ ասա, խնդրեմ, ասի դողելած, երեսներս վստահեմ ջերմակ էին ուզում ես, խնդրեմ, ասի, այդ խաղը շուտ կեցուցեք, չեք տեսներ հեկ թիթերնիկ մե, այդ մու ջուրին մեջ խեղտել զայն մեղք է, այնպես ջերմակ թևեր ունի, կարծես կույսի մհոկին ունի։ Փայտը քաշեց, երկը կտրեց, դուր աչքերուս նայեցավ, ես մեռա ուզում ես։ Այնպես անուշ աչքեր ուներ, կարծես վարդի մհոկին ուներ։ Լուր կնայեր, աչքը մեղմիվ, կքթեր, կմտածեր, հանկարծ լայն ծիծաղեցավ ու ձայնով մը, որ նվակ մեր այնպես խորունգ, անտարին մեջ այնպես խորունգ, ասավ ինձի. Ար քեզի, շնորհրի, ար քեզի, թիթերը քեզի, իսկ տուն ինձի։ Այս նվերից փոխարեն դժգույն տղա, սրտիդ խորեն, ինչ պիտի տաս։ Վայրի ծաղիկ ունեի, գույն, սիրուն, այնպես սիրուն, ուստի հատ մտվի խնդաց, հետո երկու հատ խնդաց, հետո բոլորը տվի, չարավ, խնդաց։ Ինչ քիչ է դժգույն տղա, վայրի ծաղիկ միայն ինձի, տես թիթերդ, շուղի մը վրա նորեն կյանքին պիտի դառնա, այնպես ջերմակ թևեր ունի, կարծես կույսի մհոկին ունի։ Վայրի ծաղիկ միայն կուտա, քիչ է, դժգույն տղա։ Այսպես ըծեց, ադիս ձայնը մութ հծյուն մեր, աչքերուն մեջ ինչ նվաղան կար երբ պսեր, դժգույն տղա։ Երկու ձերքերս միացուցի, բայց ես ուրիշ ոչինչ չունիմ, ես յուղին մեջ աղքատ չերթողմ եմ, ասի, ցերեկը մութանտարին մեջ շրտում երկեր կհյուսեմ, ու գիշերը աստղերուն տակ երազանքի երբ կնստիմ, վայրի ծաղիկ կպետտեմ, ես յուղին մեջ աղքատ լքված չերթողմ եմ։ Դու քերթող ես, աղքատ, լքված,
դու ցերեկ անտարին մեջ դուր պարկած երկեր կյուսես ու գիշերը հիվան տղու անուշ տղու այդ աչքերով ասկերուն տակ կերազես ինչ լավ է քեշտող է աղքա դկված մութ աչքերով քեշտող է ասպես ասավ ու ծով մեջ տանկ աչքերուն թևերը լայն բացավ այդ թևերը ինչ էին շինված մանիշակ է ձյուն հասմիկ է ու շշտները կարմիր վարդ է բոց է սեր է այնպես թախծոտ աչքեր ուներ կարծես աստղի հոգին ուներ ես հիմա կմտածեմ թե ինչպես հոն չմեռա երբ այդ ծաղիկ պուրող ձյուն իր թևերով գերի վարեց վիզս ծյուրած և իր վարտեն յուսված բոց շշտունքներով նախ մազերս, հետո աչքերս, հետո շուրթներս ամպուրեց դժգույն տղա կհեծեց էր ականջիս ջերմակ թեբով իմ թիթերիս փոխարեն աղքատ տղու, քերթող տղու, սիրտդ ինձ չես տար Ասե, տայի, չտայի, ինչպես չտայի, մի մորնար, թե մինակ էինք անտարին մեջ, այնպես լուր էր, այնպես մութ էր, և հետո մի մորնար խնդրեմ, թե ինչ կինով կախատանքով հիվանդ հոգիս կորոր էր, այնպես խորունգ աչքեր ուներ, կարծես ծովի հոգին ուներ, Ուստի տվի, լայն խնդաց, երբ տվի, ուրեմն ստիշը տվել է աղջկան։ Այնպես մռայլ աչքեր ուներ, կարծես վագրի մոհոգին ուներ։ Այդ նայվածքը կախարդ, լուսնակ ցայկի պես անկուտ եկնող մահվան պես։ Լայն խնդաց ու սավ։ Դժգույն տղա, դու թիթերը փշկեցիր ինչ լավրիր, ու փոխարեն սիրտդ տվիր, ինչ լավրիր։ Չէիր գիտեր հարկավ, չէ թե ինձ համար սիրտը տալ ուրիշ թիթերմ է։ Տեսնենք, ով պիտի փշկե, երբ մեծ ծովին, այն մութ ծովին մեջ խեղտելու տանեմ զայն, գիտես արկավ այն մեծ ծովին, սեր է անունը, քերթող մթին, այն մութ ծովին, խորունգ ծովին։ Այսպես ասավ, սիրտս արավ, հեռացավ, անտարին մեջ կարծես ծիծաղ անցավ, մայրիներուն հետ երբ մենակ մնացի, Կարծես հիմարը լայի, կրկչացի ու լացի, հետո հիվանդ աչքս հողին, կացի նստիլ տանս սեմին, ու թեև ասկ չեր երևեր, հոգիս ավեր ծայքներուն հետ սկսավ խաղը մթին, երազի տեղան լոկ, մորմոք ուներ հիմա, ու մինչ թեր ծունկերուս վրա եկ ծաղիկները կինային և կխորեի մութ անտարին ու աղջկան։ Ես որքան լացի այդ օր, խոր, այնպես խոր։ Տարուրեն առավոտեն մինչև այսօր, ալ ոչ մեկ օր, անտարին մեջ ճշտում երկեր կրծայուսել, ոչ մեկ գիշեր ծայքներուն տակալ երազանք, շուտ մը անցավ ու որքան ցավ, ամեն րոպե ինձ կթվի թե կխեղդվիմ անմեծ ծովին մեջ ինկած, սեր է անունը գիտես արկավ, այն մութ ծովին, խորունգ ծովին և այն աղջիկը ապունքին, զվարդ երկմը շրթունքին կծիծաղի, գիհեցծեմ, այնպես կաղերսեմ, բայց այն կշկին զվարդ երկը շրթունքին կծիծաղի։
Միայն այն չէ, որ կտանջե, իմ խեղճոքին այսպես ուշքին, դες ծավերն ալ, ալիքներն ալ ծիծաղունին, մանավան սա երկնքին վրա ուր ամպերը մայրամուտին կդժգունին, դες ինչպես կկրկճա ամեն մեկ գույն, մահվան հանգույն, ամեն իրե, մտիկր է, նույն պարն է որ դուրս կթափի, հեկ տղա զուր կտարապի, իրեն ապունգ չկա կշտին, կորսված է խաղը կյանքին։ Այն խեն տղան այսպես պատմեց պատմությունը իր հոգին, երբ ավարտեց, ելավ ժայռեն, ուր ժամերով նստեր էինք ծովուն դիմաց, և աչքերը սիրտ պսկտով, շմլմրանքով մշուշված, ծիծաղելով ու լալով երեսներս համբուրեց, նույնքան դժգուն ես ճակատս հագեցի ու երկյուղած, կարծես փլած սրբարանի մարջև հանկարծը լայի ու տեղնած ձերքն ամպուրեցի։ Աշկերի երուսատիտողներ, այսպիսով ավարտում եմ այսօրվա գրական եթերը նվիրված բանաստեղծ Մաթեոս Զարիֆյանին։ Մինչև մյուս շաբաթ։ Իմիջայլոց կրկնությունը այս ծրագրի շաբաթվա մեջ 5 շաբթի երեկո ժամի 6-ին է։ Կարող եք հեռացանել հորիզոն եւ հարցնել։ Ցտեսություն։